Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք դդմիկը ամենահամեղ եւ ամենահեշտ տարբերակով։ Վերցրել եմ 3 դդմիկ, իմ մոտ զուքինի տեսակի դդմիկներն են եւ հիմա կկտրտեմ։ Երկու ծայրերը հեռացրել եմ եւ ահա ինչպես տեսնում եք կտրտել եմ այս չափի, մի փոքր ավելի հաստ ենք կտրտում։ Այնուհետև տեղափոխելու եմ այս տարայի մեջ եւ հիմա ամեն շերտը դնելուց հետո պետք է աղ ավելացնեմ, ահա աղ ավելացնեմ, հաջորդն եմ դնելու եւ նորից աղ եմ ավելացնելու, այսինքն ամեն շերտին աղ ենք ցանում։ Շատ չեմ ավելացնում, այնքան որ ծածկված լինի մի փոքր աղով։ Եվ հիմա կդնենք մի կողմ, կթողնենք մնա 10-ից 15 րոպե, երբ որ դուրս տա հյութը։ Եվ անցել է հիմա 15 րոպե, ահա եւ հյութը դուրս է տվել։ Հիմա պետք է չորացնենք խոհանոցային անձեռոցիկով։ Շատերը ուղակի միանգամից ձեռքով ճզմելով հյութը հանում են այդ դուրս տված ջուրը։ Ես սիրում եմ հենց այսպես հատ-հատ չորացնել, որպեսզի չվնասվեն դդմիկները։ Չորացրածները կսկսենք տապակելը։ Նախապես թավան մի լավ տաքացնում ենք, ավելացնում ենք առատ բուսայուղ եւ սկսում ենք տապակելը։ Ամեն մի կողմը կտապակենք 1-ից 2 րոպե եւ կտեսնենք, եթե ահա այսպիսի գեղեցիկ երանգ է ստացել, ուրեմն մյուս կողմն էլ ենք տապակում։ Տապակելուց հետո անպայման տեղափոխում ենք խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը մնա խոհանոցային անձեռոցիկի վրա եւ հիմա կտեղափոխեմ մեկ այլ ափսեի մեջ։ Այստեղ ունեմ մաղադանոս համեմ սամիտ եւ սխտոր։ Հիմա ավելացնում եմ կանաչիները, այնուհետև սխտորը եւ մեր համեղ դդմիկներն արդեն իսկ պատրաստ են։ Սիրելիներս, եթե ցանկանում եք շատ արագ եւ համեղ տարբերակ, ապա առաջարկում եմ հենց այս տարբերակով պատրաստեք դդմիկները։ Ես նաեւ պատրաստում եմ քամած մածունով, մյուս անգամ կներկայացնեմ քամած մածունով տարբերակը։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին եւ թողնել մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։